Հունիսի 12-ին և 13-ին Նինոց Մինդայի Վլադիմիր և Գայոս Ղարստյանների անունը կրող մարզադաշտում տեղի ունեցավ Արտաշես Մարկոսյանի նվիրված հուշամրցաշար, որին մասնակցում էին 15 թիմեր մունիցիպալիտետի տարբեր դպրոցներից։ Խաղերը կազմակերպվել էր Նինոց Մինդայի քաղաքապետարանի մշակույթի ու սպորտի ծառայության ու Արտաշես Մարկոսյանի որդու համատեղ ուժերով։ Տասնմեկերորդ տարին է Մարգոսյան Արտաշեսի հուշամրցաշարն է։ Մարգոսյան Արտաշեսը եղել է Արարատի դարբասապահը, Հայաստանի հավաքականի երիտասարդական հավաքականի դարբասապահների մարզիչը, եղել է Նինոց Մինդայի Փարվանա թիմի խաղացող մարզիչը եւ այլն։ Արդեն 11-րդ տարին է իր հուշամրցաշարն է, Նինոց Մինդայի սպորտի մշակույթի բաժնի հետ համատեղ միասին հուշամրցաշար են կազմակերպում։ Նինոց Մինդայի շրջանի դպրոցի երեխաներն են մասնակցում։ Այս տարի մասնակցում է 15 թիմ։ Լարված պայքար է, հիմա խաղում են 3-րդ տեղի համար, 3-րդ ֆինալ են դուրս եկել Նինոց Մինդայի 2-րդ դպրոցը եւ Ջիգրաշեն գյուղի դպրոցը, որ զարմացանք, երևի թե առաջի անգամն էր մասնակցում։ Հույսով ենք այս մրցաշարը հավերժ կտևի եւ մեր շրջանում դպրոցականների մեջ ինչ-որ սպորտային պայքար կլինի։ Նշանակությունը միանշանակ մեր երիտասարդ տղաներին սպորտը սերմանել մեջները, միգուցե մի քանի տարի հետո այս մասնակիցներից մեկը կարողանա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ, թեկուզ եւ ֆուտբոլիստ չդառնա պրոֆեսիոնալ, առողջ ապրելակերպն է, որը մենք կողմնագիցենք նամանավանդ հիմա, որ բոլորը այս գադջետների մի քիչ դուրս քիչ են հելնում, զբաղվում են սպորտով։ Պետք է սպորտով զբաղվեն, պայքար լինի, մրցակցություն, առողջ ապրելակերպ։ Դպրոցների աշակերտները խաղերին մասնակցեցին մեծ սիրով, ընթացքում եղան հաղթողներ ու պարտվողներ, բայց այնուամենայնիվ նմանատիպ մրցախաղերին մասնակցելը տալիս է ֆիզիկական պատրաստվածություն ու համախմբվածություն, ու ինչու՞ չէ նաև շնորհալի մարզիկների բացահայտում։ Այսօր մեկնարկում է հերթական հուշամրցաշարը նվիրված Արտաշես Մարգոսյանին, որը մեկնարկեց 2015 թվականից։ Մրցաշարը դարձել է ավանդական, որը շատ ողջունելի է։ Այս կերպ մենք պարտավոր ենք հարգել նրա հիշատակը։ Պետք է նշել, որ նա է մեր շրջանը ֆուտբոլային գերագիտությունը նա է բերել։ Եղել են թիմեր իհարկե, նախկինում էլ մեր շրջանում ունեցել լավ թիմ, բայց կազմակերպված գերագետ ֆուտբոլ մենք սովորել ենք Արտաշես Մարգոսյանից։ Ես անձամբ խաղացել եմ նրա գլխավորած թիմում երկար տարիներ բավականին։ Ես էլ կարող եմ ասել, որ հմտություններ որոշակի հենց նրա օրոք եմ ես ձեռք բերել։ Սա ողջունելի է նման մրցաշարը, թե այն առումով, որ մենք հարգում ենք նրա հիշատակը, մենք երբեք չենք մոռանա մեր ընկերոջը, թե այն առումով, որ եւս մեկ անգամ առիթ է, որպես մեր երիտասարդները, դպրոցականները հավաքվեն, ընկերանան, մասնակցեն, կադրվեն ամենակարևորը հեռախոսներից, անիմաստ զբաղմունքներից։ Այդ առումով էլ այս մրցաշարը նման մրցաշարներ մեծ նշանակություն ունեն։ Ինչ եմ, այս տարի թիմերի քանակը ավելանում է, որը եւս ողջունելի է։ Բոլորին մաղթում եմ համառ պայքար, կոռեկտ պայքար, որովհետեւ սա պետք է նշել հուշամրցաշար է, հիմնական նպատակը պետք է եւս մեկ անգամ հարգենք մեր սիրելի Արտաշես Մարգոսյանին
Եվ թող հաղթի ուժեղը, ինչ ասեմ։ Այս մրցաշարում մեր թիմը երևի 4 անգամ նվաճել է գավաթը։ Իհարկե ես կամենում որ եւս մեկ անգամ մեր թիմը գավաթը նվաճե, բայց թող հաղթի ուժեղը։ Կարևորը արդար համար պայքար թող լինի։ Թեժ պայքարում երրորդ տեղին արժանացավ փոքր Գոնդուրայի թիմը, երկրորդ հորիզոնականում Ջիգրաշենի թիմը, իսկ առաջին պատվավոր հորիզոնականն ու փոխանցիկ գավաթը նվաճեց Նինոս Մինդայի թիվ 2 հանրային դպրոցը։ Սա ավանդական խաղեր, որ նվիրված էր Արտաշես Մարկոսյանի հիշատակին։ Այս խաղերը կրում են երկու խորհուրդ, մեկը մեծարել մեր վարպետին, մեր մարզիկին, մեր մարզիչին, ով ոչ միայն անվանի ֆուտբոլիստ էր, այլ նաև անվանի մարզիչ, քանի որ նրա մասնակցությունը մեր ֆուտբոլի կայացման տակտիկան, ստրատեգիան, որը կառուցեց ֆուտբոլային աշխարհը 90-ական թվականներ մինչև այսօր մարդկանց շուրթերի վրա է, որ մենք այդ ժամանակ ունեինք կարգին ֆուտբոլ եւ նրա որդու հետ մեկտեղ մեր սպորտի բաժինը Նինոս Մինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի մշակույթի սպորտի ծառայության հետ միասին արդեն մի քանի տարի անցկացնում ենք այս մրցաշարը եւ որին մասնակցում են դպրոցական երեխաները այս տարի մասնակցեցին 15 դպրոցներ եւ ունեցանք բավականին լուրջ լարված խաղամրցաշար, այն որ բացահայտեցինք նորանոր մարզիկներ, ովքեր արդեն գրանցվեցին երևի մեր մարզիկների կողմից, որպեսզի կարողանան իրենց զարգացնել իրենց ֆուտբոլական ունակությունները մեր թիմերի մեջ եւ այսպես երրորդ տեղը գրավեց փոքր Գոնդուրայի թիմը, երկրորդ տեղը Ջիգրաշենը եւ առաջ տեղը Նինոս Մինդայի թիվ 2 ռուսական դպրոցի սաները։ Խաղերը իսկապես շատ գեղեցիկ էին եւ եղանակը ապահովեց այս գեղեցիկ խաղերի ընթացքը, այնպես որ խաղերը ավարտվեցին, բայց կարող են եւ ասենք որ այս խաղերը կլինեն շարունակական եւ հաջորդ տարի մենք ունենանք այս խաղերը, հաջորդ տարի մենք բացահայտենք նոր ֆուտբոլիստներ եւ երեխաները այսօր անցնելով իրենց ուսումնական տարվա ավարտից հերթական ավարտից հետո մենք առաջարկեցինք, որ անպայման կարողանան մասնակցել մեր ֆուտբոլային մրցաշարին, որ մենք կկազմակերպենք եւս մի քանի անգամ այս ամառվա ընթացքում եւ որպեսզի իրենց մարզական ֆորմատ չկորցնեն, մենք պատրաստ ենք նրանց աջակցել, որպեսզի կարողանան երեխաները խաղան եւ զարգացնել իրենց ֆուտբոլային ունակությունները։ Ունեցան այսօր եւ նվերներ, ունեցանք եւ մենք լավագույն խաղացողներ, ինչպես Դարբասապա եւ Ռմբարկուն, ովքեր ստացան սպոնսորի կողմից իրենց նվերները եւ փոխանցիկ գավաթը, ինչպես միշտ այս անգամ դարձավ թիվ 2 դպրոցի նվաճումը, այնպես որ շնորհավոր բոլորիս գեղեցիկ ֆուտբոլի համար, շնորհավոր երեխաներին իրենց ցուցաբերված եռանդի համար։ Արդեն ավանդական դարձած Արտաշես Մարկոսյանին նվիրված 11-րդ հուշամրցաշարը հասավ ավարտին, ինչպես միշտ ընկերական ու ջերմ միջավայրում։ Ինչպես իր խոսքում նշեց Խաչատուր Մարկոսյանը, այն կլինի շարունակական։